Մյուս հանգամանքն էլ, որ հակիրճ նշեմ եւ խոսքը փոխանցեմ գործընկերներիս։ Երեք նկատեցի, որ հրապարակայնորեն 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մեկնարկը, ցուցումը, հանձնարարությունը տված Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի, կարծես ռետորական կամ ոչ ռետորական հարցադրում հնչեց։ Ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, ինչ է դատավորի խիղճը։ Այս հարցերին պատասխանները այնքան հեշտ են։ Եթե ուզում ենք հասկանանք, թե ինչ է արդարադատությունը, առաջինը դա նրա մասին է, որ օրինակ Facebook-յան արդարադատություն պետք է չլինի։ Չպետք է հրապարակային ցուցումներ տրվեն, թե ով պետք է կալանավորվի, ում նկատմամբ քրեական վարույթ հարուցվի, քրեական վարույթ հարուցելուց հոդվածները նշվեն։ Արդարությունը ո՞րն է։ Արդարությունը, գիտեք, մեր հասարակությունը շատ լավ պատկերացնում է, թե ո՞րն է։ Մեր հասարակությունը իդեպ ամենալավն է կարողանում գնահատել բոլոր դատավորներին եւ այդ տեսանկյունից, թե ո՞րն է արդարադատությունը եւ ո՞րն է արդարությունը։ Դատավորի խիղճը, օրինակ, ինչ եք կարծում, կարող է ունենալ խիղճ կամ կարող է ունենալ արդարադատության նվազագույն հնարավորություն մի դատավոր, որ արդեն իսկ մի քանի ամսվա ընթացքում 3 արքեպիսկոպոսի կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Օրինակ կարող է ունենալ։ Իդեպ միջազգային փորձը այս հարցերին, որոնք թվում էր, թե այսպես ասած հանրությանը որպես շատ բարդ հարցադրումներ են մատուցվում, հա, դրա պատասխանները տրվել է։ Արդարադատության եւ արդարության համար, որոնք իրար փոխլրացնող են։ Առաջին երաշխիքը մարդասիրությունն է։ Տարական մարդասիրությունը։ Տարական, որ մարդիկ կալանքը չֆետիշացնեն, այդ ժամանակ լինում է արդարություն, այնուհետև արդարադատություն։ Տարական մարդասիրության արկայությունն է երաշխիքը, որ լինի արդարություն, որ լինի արդարադատություն եւ դատավորների խիղճ գոյություն ունենա։ Երկրորդ հանգամանքն էլ կա։ Կոչվում է իրավունքի գերակայություն։ Շատ պարզ բանաձև։ Իրավունքի գերակայության դեպքում մարդկանց պարզապես չեն կալանավորում։ Կամ կալանավորելուց հետո համարձակություն չի լինում կալանքը վերացնելը կամ փոխելը։ Ես տեսել եմ, ինչպես էին օրինակ լրագրողները որակում Սամվել Կարապետյանի կալանքի վերացումը եւ կամ փոփոխումը որպես համարձակություն։ Հասել ենք այդ օրվան, որ բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելը դարձել է համարձակություն, բայց դա է մեր իրականությունը։ Եվ որ պատկերացնեք 2026 թվականի հունվարի 12-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոնկրետ դատավոր վարույթ է ընդունում հունվարի 5-ին արձեռն հրատապ կարգով մուտքագրված դատախազի բողոք։ Իրավական գործեր լուսաբանող մեր հարգարժան գործընկերները գիտեն, որ Վերաքննիչ Ացյանում գործերով հիմնականում լուծումները լինում են գրավոր ընթացակարգով 10-օրյա ժամկետում։ Այդ 10 օրը միշտ է լինում։ Օրինակ Սամվել Կարապետյանի գործով այդ 10-օրյա ժամկետի տրամաբանությունը հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մշտապես պահպանել է։ Այս անգամ այդպես չէ։ Այս անգամ դատավորը նախատեսել է, որ մինչև հունվարի 15-ը պետք է ներկայացնեն գրավոր դիրքորոշումները, տվյալները, իսկ հունվարի 16-ին պետք է հրապարակվի դատական ակտը, որտեղ է շտապում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։ Դատախազը հասկացանք։ Երևի թե դատախազությունում այլ խափաման միջոցի վերաբերյալ պատկերացում չկա, քանի որ իրենք վճռականորեն ապացուցել են տևական ժամանակ, որ Սամվել Կարապետյանի գործով քրեական դատավարության օրենսգիրք, այլ իրավական ակտեր, դրանք նշանակություն չունեն, քանի որ քաղաքական հետապնդում են։ Բա վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որտեղ է շտապում։ Բոլոր դեպքերում այս գործի ամենակարևոր հանգամանքը մեկն է։ Ամեն ինչ հրապարակային է արվում, ամեն ինչ փաստաթղթավորված է արվում, իսկ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը գործում է դարեր ի վեր։